Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր կուսումնասիրենք քարտեզների մի յուրահատուկ տեսակի, տեղագրական քարտեզների հետ աշխատանքի յուրահատկություններն ու հնարավորությունները։ Կբացահայտենք, թե ինչպես կողմնորոշվել տեղագրական քարտեզի միջոցով կարդալ հորիզոնականները և կիլոմետրային ցանցը։ Կիրականացնենք կետերի միջև հեռավորության, անկման և թեքության հաշվարկներ։ Որպես օրինակ կդիտարկենք Վայոց ձորի ընտրված տեղամասի համար պատրաստված տեղագրական քարտեզը, որն ըստ իր մասշտաբի 1:10,000-ի հարաբերակցությամբ կոչվում է նաև տեղագրական հատակագիծ։ Տեղագրական քարտեզները իրենց բովանդակությամբ, ձևավորմամբ և մաթեմատիկական հիմքով միասնական մանրակրկիտ աշխարհագրական քարտեզներ են, որոնց վրա պատկերվում են տեղանքի բնական և սոցիալ-տնտեսական տարբեր օբյեկտներ, դրանց յուրահատուկ քանակական ու որակական բնութագրումները, ինչպես նաև տեղաբաշխման առանձնահատկությունները։ Մեր օրինակում քարտեզը հագեցած է բարձրաչափական տեղեկություն հաղորդող հավասագծերով, հորիզոնականներով, որոնք թույլ են տալիս տեղանքի ռելիեֆի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալ և իրականացնել անկման ու թեքությունների հաշվարկ։ Հորիզոնականները քարտեզի և հատակագծի վրա հավասար բացարձակ բարձրություն ունեցող կետերը միացնող գծերն են։ Դրանք հոծ գծերն են և սովորաբար նշվում են շագանակագույնով։ Գծերից որոշներն ավելի հաստ են, որոշներն ավելի բարակ։ Հաստ գծերի վրա ներկայացվում է թվային արժեք, բարձրության մակնշում։ Հորիզոնականների վրա հաճախ պատկերվում են սլաքներ, որոնք ցույց են տալիս լանջային թեքությունները կամ թեքության ուղղությունը։ Քարտեզում նշվում են նաև լեռնագագաթների բարձրությունները։ Ահա այս տեղեկությունների հիման վրա մենք կորոշենք տեղագրական քարտեզի երկու կետերի միջև անկումն ու թեքությունը։ Դրանք որպես հիմք օգտագործվում են տեղանքում տնտեսական գործունեության տարբեր ձևերի կազմակերպման համար։ Օրինակ, ճանապարհների կառուցում, զբոսաշրջային երթուղիների նախագծում, լեռնադահուկային սպորտի նոր ուղու նախագծում և այլն։ Անկումը երկու կետերի բացարձակ բարդությունների տարբերությունն է։ Դելտա H-ը հավասար է HA հանած HB, որտեղ դելտա H-ը անկումն է, HA-ն և HB-ն համապատասխանաբար A և B կետերի բացարձակ բարդություններն են։ A և B թեքությունը AB կետերի միջև ուղղահայաց փոփոխության և հորիզոնական փոփոխության հարաբերակցությունն է։ I-ն հավասար է դելտա H-ը բաժանած L-ի, որտեղ I-ն թեքությունն է, դելտա H-ը անկումը կետերի միջև ուղղահայաց փոփոխությունը, L-ը կետերի միջև հորիզոնական հեռավորությունը։ Ուսումնասիրություններն ու հաշվարկները կատարելու համար մեզ անհրաժեշտ են տեղագրական քարտեզ, կանոն, թուղթ, մատիտ և հաշվիչ։ Քարտեզի հետ աշխատելիս խուսափել ծալումներից և վնասումներից։ Կանոն ու սուր գործիքներ են օգտագործել զգուշությամբ, չվնասել քարտեզի մակերևույթը։ Աշխատանքը սկսենք քարտեզում պատկերված կիլոմետրային ցանցից։ Քարտեզի շրջանակում նշված են կոորդինատներ։ Օրինակ, քարտեզի վերևից ձախ անկյունում նշված է 39 աստիճան, 50 րոպե, 35 վայրկյան և 45 աստիճան, 32 րոպե, 31 վայրկյան կոորդինատը, ինչը համաձայն կիրառված կոորդինատային համակարգի համապատասխանում է քարտեզի հյուսիս-արևմտյան ծայրակետին։ Հորիզոնական ուղղությամբ արևելք-արևմուտք սեգմենտները ստանում են հաջորդական համարներ 8547, 8548 և այլն։ Ուղղահայաց ուղղությամբ հյուսիս-հարավ նշվում են մյուս արժեքները 4412, 4411 և այլն։ Սրանք կիլոմետրային ցանցի սեգմենտների հասցեներն են և յուրաքանչյուր սեգմենտի հասցեն որոշվում է նրա ձախ ներքևի անկյան նիշերով։ Սա կարևոր է, քանի որ ուղղության անկյունը կամ ազիմուտը որոշելու համար նախ պետք է հստակ իմանանք երկու կետը որ սեգմենտում են գտնվում։
Դիտարկենք 4411, 8547 սեգմենտը եւ այնտեղ գտնենք երկու գագաթները, որոնց արժեքներն են 2472.6 մետր եւ 2345.6 մետր։ Պայմանականորեն դրանք անվանենք A եւ B։ Փորձենք որոշել նրանց միջև անկումն ու թեքությունը։ Չափենք A եւ B կետերի հեռավորությունը։ Այն ստացանք 4.6 սանտիմետր։ Քանի որ քարտեզի մասշտաբը 1-ը 10,000-ի հարաբերությամբ է, AB կետերի իրական հեռավորությունը կլինի 4.6-ը բազմապատկած 10,000-ի, որը հավասար է 46,000 սանտիմետր, որն էլ հավասար է 460 մետրի։ Հիմա որոշենք կետերի միջև անկումը, որն այդ կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունն է եւ հավասար է դելտա H-ը, հավասար է HA հանած HB, հավասար է 2472.6 մետր, հանած 2345.6 մետր, հավասար է 127 մետրի։ Այժմ որոշենք թեքությունը, ինչն անելու համար անհրաժեշտ է անկումը բաժանել կետերի միջև հեռավորությանը։ In հավասար է դելտա H-ը բաժանած L-ի, որն էլ հավասար է 127-ը բաժանած 460-ի, որն էլ հավասար է 0.28-ի, ինչը նշանակում է, որ այդ հատվածում յուրաքանչյուր 100 մետրին համապատասխանում է անկում միջինում 28 մետր։ Այժմ անկման եւ թեքության հաշվարկները կատարենք լանջի ստորոտից գագաթ ինչ-որ հատվածի համար։ Ընտրենք 8550, 4411 կոորդինատներով սեգմենտը։ Նրանում նշենք A կետը, որի բացարձակ բարձրությունը հայտնի է եւ այն 2425.1 մետր է։ Ընտրենք մեկ այլ C կետ, որի բարձրությունը անհայտ է։ Հստակեցնենք C կետի բացարձակ բարձրությունը։ Քարտեզի միջանկյալ հորիզոնականներից յուրաքանչյուրն ունի 5 մետր բարձրության տարբերություն։ Գտնենք C կետի մոտակա հորիզոնականի որևէ կետում մակնշված թիվը։ Այն մեզ մոտ 2400 մետրն է։ C կետի մոտակա մակնշված հիմնական հորիզոնականներից նրան բաժանող հորիզոնականների թիվը 2-ն է, այն բազմապատկենք 5-ով։ C կետի բարձրությունը կստանանք ստացված արժեքը գումարելով կամ հանելով հայտնի հորիզոնականի արժեքից։ Գումարել թե հանել հարցին պատասխանելու համար պետք է նայել սլաքներին եւ որոշել կետը հայտնի հորիզոնականից ցածր է թե բարձր։ Մեզ մոտ սլաքը ցույց է տալիս, որ պետք է հիմնական մակնշումից հանել 10 մետր։ HC-ն հավասար է 2400-ից հանած 10-ը, որն էլ հավասար է 2390 մետրի։ C կետի բացարձակ բարձրությունը ստացանք 2390 մետր։ Հաշվենք դելտա H հավասար է HA հանած HB, հավասար է 2425.1 մետր, հանած 2390 մետր, հավասար է 35.1 մետրի։ Հաշվենք կետերի հեռավորությունը, L-ը։ L-ը հավասար է 7 անգամ 10,000, հավասար է 70,000-ի, որն էլ հավասար է 700 մետրի։ Թեքությունը կլինի In հավասար է դելտա H բաժանած L-ի, հավասար է 35.1 բաժանած 700-ի, հավասար է 0.05-ի։ Դա նշանակում է, որ այդ հատվածում յուրաքանչյուր 100 մետրին համապատասխանում է անկում միջինում 5 մետր։ Վերլուծելով մեր կատարած աշխատանքները կարող ենք ասել, որ կողմնորոշվեցինք տեղագրական քարտեզում, կարդացինք հորիզոնականները եւ կիլոմետրային ցանցը, հաշվարկեցինք կետերի միջև հեռավորությունը, անկումը եւ թեքությունը։ Համոզվեցինք, որ տեղագրական քարտեզները կարևոր գործիքներ են ճանապարհների, նախագծման, ինժեներական աշխատանքների, զբոսաշրջան երթուղիների պլանավորման եւ տնտեսական գործունեության այլ ոլորտներում։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։